Զանգեզուրի միջանց կամ թրիփ, որքանով է հիմնավորված այս թրիփ կոչված նախագիծը և արդյոք այս շրջանակներում խոստացվող ներդրումները տնտեսական աճ կապահովեն Հայաստանին։ Զանգեզուրի միջանցքի մասով ես դեռ խոսել եմ 2.5 տարի առաջ պարոն Համբարձումյանի հետ եթերում քարտեզի վրա մանրակրկիտ բացատրելով, ցույց տալով, թե ինչ է տեղի ունենալու։ Դա այն ժամանակ էր, երբ սրտի վարչապետը հայտարարում էր ամենտեղ, որ մենք միջանցք չենք տրամադրելու ոչ մեկին եւ ով խոսի այդ մասին սուտ կխոսի։ Այդ տեսանյութը ունեցավ 600,000 դիտում, ցավոք ապարդյունի մեջում կա Facebook-յան, ցանկացողները կարող են մտնել նայել։ Ինչ վերաբերվում է այդ ներդրումները Հայաստանին օգուտ տալու են թե ոչ, իմ խորին համոզմամբ բնականաբար ոչ։ Հիմա շատ քաղաքական գործիչներ, բլոգերներ, իրենց հասարակական գործիչներ հռչակած շատ խելացի մարդիկ գիշեր-ցերեկ ասում են դա լավ է, դա սենց է, վերջապես Հայաստանը այսպես եւ այնպես։ Հիմա ես մանրամասը կբացատրեմ, թե այդ ներդրումները ինչ տեսք են ունենալու եւ ինչ նպատակ է հետապնդում։ Այդ մասին ոչ խոսում են գործող նախկին երկրորդ նախագահան, ոչ գործող նախկին երրորդ նախագահան, ոչ էլ ներկայիս։ Բացի ճանապարհաշինությունից եւ երկաթգծից եւ գազի խողովակներից, այնտեղ նաեւ լինելու է օպտիկամանրաթելային մալուխներ։ Դա լինելու է տվյալների մշակման կենտրոն։ Երկրորդը, այնտեղ ստեղծելու են էներգետիկ հիբրիդային համակարգ, այսինքն արևային, նաեւ գազից կարող է նաեւ լինել քամու կայաններ։ Կայանները կարող է լինի, չլինի, բայց գազից եւ արևայինից լինելու է։ Բնականաբար գազը Ադրբեջանինն է լինելու, այսինքն ստեղծում են անկախ էներգետիկ համակարգ, որպեսզի ապահովի այդ ամբողջ տարածաշրջանը։ Անկախ նրանից Հայաստանում հոսանք կլինի թե չի լինի, այդ տարածքը հոսանք ունենալու է։ Այդ իսկ պատճառով սրտի վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգը միանալու է։ Այս դեպքում միանալու է բնականաբար Ադրբեջանին եւ վերահսկողությունը նաեւ հսկողությունը լինելու է Ադրբեջանին, քանի որ իր գազից է ստանում։ Դա հետո կասեմ, ինչ նպատակ է հետապնդում։ Երրորդը, այնտեղ ներդրումները լինելու են լոգիստիկ հանգույցներ, այսինքն տերմինալներ, պահեստներ, ամբողջ ապրանքը գալու է այդտեղից վերադասավորվի, վերաբաշխվի եւ շարունակի իր ճանապարհը։ Կառուցելու են այդ տերմինալները, պահեստները եւ դժվար չի գուշակել, թե ովքեր են այդտեղ աշխատելու։ Կառուցելու են այդտեղ բանկեր փոխանցումների համար, նույնպես դժվար չի գուշակել այդ բանկերը ում բանկերն է լինելու, բնականաբար Թուրքիայի, Ադրբեջանի։ Հաջորդը, այնտեղ անվտանգության համակարգ է լինելու անտեսանելի։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է անօդաչու թռչող սարքեր եւ դրոններ, որոնք որ պետք է երաշխավորեն միջանցքի անխափան աշխատանքը ցանկացած ճգնաժամի դեպքում։ Նույնպես դժվար չի գուշակել, թե այդ անօդաչու սարքերը եւ դրոնները որ երկրինն է լինելու։ Հետևաբար դրանից հետո, այդ ամենից հետո, երբ որ այդ ամենը տեղի ունենա, իմ խորին համոզմամբ թուրքերը հայերի դեմքով կստեղծեն սաբոտաժ, պատճառաբանելով, որ անվտանգ չի ճանապարհը, հայերը խոչընդոտում են,
իսկ միջազգային քաղաքականության մեջ սրբության սրբոց օրենք կա ներդրումները պաշտպանել ցանկացած գնով եւ այսպիսով իրանք իրավունք կստանան մտցնել այդտեղ պահպանողական զորքեր պահպանողական զորքերը որպեսզի պատկերացնեք ինչ է դա խաղաղապահների պես մի բան է բայց խաղաղապահներ չեն որոնք իրավունք ունեն ցանկացած պահի իրենց իսկ գնահատականով համապատասխան գործողություններ ձեռնարկել հետևաբար հետագայում այդ ամբողջ տարածքը ճանաչելու են նեյտրալ տարածք այսինքն դե յուրե այդ տարածքը Հայաստանի քարտեզում է լինելու Հայաստանի տարածք է կոչվելու ինքը բայց դե ֆակտո քո երկրում դու ձեռք ես բերում նեյտրալ տարածք այսինքն դու այնտեղ ոչ մի իրավունք չունես ու նույն այն ձեռագիրը ինչ եղավ Արցախում բլոկադա գազի անջատում տվյալ տարածաշրջանում հոսանքի անջատում եւ ժողովուրդը կամաց ինքն իրան ինչպես Արցախից այնպես էլ այդտեղից որոշ մասը կգա որոշ մասը կմնա ամբողջ այս նպատակը դա է ինչ վերաբերվում է Ամերիկային Ամերիկան այդտեղ ներդրումներ չի անելու նաեւ չմոռանամ ասեմ մաքսային մասով որ հայտարարում են մեր օրենքներն է գործելու այո մաքսային օրենքները գործելու է Հայաստանի օրենսգրքին համապատասխան բայց իրանք չեն ասում որ Հայաստանը այնտեղ Հայաստանի պեկը այնտեղ աուդիտ չի կարող անցկացնել իրանք ինչ տվյալներ տրամադրին կարող են նաև հելներ հայտարարել որ դա ավտոմատացված է լինելու եւ այլն դե քանի որ ժողովուրդը խելացի է դրան կհավատա քանի որ խելքին մոտիկ բան են ասում սա է ամբողջ Զանգեզուրի միջանցքի պատմությունը